Եթե վաղաշաբաթի հավաքանու նախորդ ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 27, ապա այս անգամ 45%-ը, անկախ դիտորդական առաքելությունը քվեարկության օրն աշխատել է 6 շրջիկ խմբերով, իսկ նախընտրական քարոզարշավին երկարաժամկետ առաքելություն է իրականացրել 4 դիտորդական կազմով։ Նախընտրականի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որից 45-ն առնչվել է քարոզչական պաստառներին։ Չարաշահվել են վարչական ռեսուրսներ, բարեգործական արգելքներ են խախտվել, որոնց մասով հանցագործության մասին հաղորդում է տրվել։ Դեպքեր են եղել, երբ համայնքապետարանը արձագանքել է քաղաքացիների օգնություն հայցող խնդրանքներին։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզության ժամանակ քաղաքացիները մոտենում էին ուրեմն Արգիշտի Մեխակյանից ինչ որ բան էին խնդրում ու միգուցե այդ պահին Արգիշտի Մեխակյանը ասում էր այդ բոլոր հարցերը ընտրություններից հետո, բայց հետո մենք տեսնում էինք, որ համայնքապետարանը հասցեագրում էր քաղաքացիների այդ խնդիրները, որոնց մի մասով, ինչպես ասացի, արդեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, որտեղ սա անցալում ենք որպես բարեգործության եւ քարոզչության մեկտեղման խախտում։ Ահազանգեր են եղել դահլիճներ չտրամադրելու մասին, ըստ դիտարկումների մերժումների որոշ դեպքեր համաչափ են եղել, իսկ երբեմն անհասկանալի պատճառներով են մերժվել։ Գովելի է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքապետարանին պարտավորեցրել է դահլիճ տրամադրել Մայր Հայաստանին։ Բուն քվեարկության օրը 21 խախտում է արձանագրվել, որից 5-ը տեղի է ունեցել տեղամասերի շրջակայքում, 16-ը ներսում։ Արձանագրվել են հատկապես բաց քվեարկության դեպքեր։ Երկու դեպք են մեր դիտորդները արձանագրել, որ գնահատվել է, որ բաց քվեարկությունը կատարվում է միտումնավոր, ոչ թե կարգը չիմանալու արդյունքում, ոչ թե շտապելու եւ քվեախցիկի հերթը շրջանցելու ցանկության արդյունքում, այլ միտումնավոր, եւ շատ մտահոգիչ է, երբ որ ընտրողները փորձում են քվեարկել դեմոնստրատիվ, կարծես ուզում են ցույց տան, թե ում են իրենք քվեարկում։ Սա ոչ միայն քրեորեն հետապնդելի արարք է, այլև ոչ վերահսկելի, այսինքն զուր են որևէ մեկին որևէ բան ապացուցելու ջանքերը։ Որոշ դեպքերում ընտրողները յուրով են ծալել հաղթանակ դաշինքի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկները ցույց տալու համար հավատարմությունը թեկնածուներին։ Կուտակումներ են արձանագրվել որոշ տեղամասերում, բայց եթե դա ուղղակի ընտրողների հերթ է, խախտում չէ, խնդիրը երբ անձինք այդ հերթի մեջ չեն եւ տեղամասում գտնվելու իրավունք ունեցողներ չեն, ավելին պարբերաբար հայտնվում են տեղամասերի մոտ։ Կուտակում ասածը մի պատկերացրու 10-20 հոգի ինչ-որ նախկին նման հավաքում, չէ, խոսքը վերաբերում է 1 կամ 2 կամ մաքս առավելագույն 3 անձանց ուրեմն շարունակական գտնվելու մասին։ Սա բացառիկ օրինակ է, երբ որ հանձնաժողովի նախագահը այդ նույն անձի շարունակական գտնվելու տեղամասից դուրս շարունակաբար չի լուծում այս խնդիրը։ 1437 տեղամասում ամրագրված ոստիկանության ծառայողների ցանկն էլ նայենք եւ հանձնաժողովը բացառիկ անգործություն են ցուցաբերում մեր ահազանգերի վրա։ Դա համար է այդ եզակի տեղամասն է, որտեղ մի քանի անգամ ենք անընդհատ բարբերաբար ուրեմն այցելել, որպեսզի իրավիճակը շտկվի։ Քվեարկելու դժվարություն են ունեցել հատկապես տարեց ընտրողները, որոնք ծանր են տարել գրչի բացակայությունը։ Ընտրողը պահանջել է գրիչ, որ իրեն տան, իրեն գրիչ չեն տվել, ինքը վրդովվել է, հրաժարվել է քվեարկելուց եւ հանձնաժողովը դա արձանագրելու փոխարեն հանձնաժողովի նախագահը պատրել է քվեաթերթիկը, այսինքն քվեաթերթիկի վրա նախ փակցրել է դրոշմանիշը, հետո պատրել նման իրավիճակ նաեւ 37 տեղամասում է եղել, 14-29 տեղամասում, որտեղ ինչ որ պահի նկատել ենք, որ քվեատուփը կապարակնքված չի, թեև մեր համոզմունքն այն է, որ չկապարակնքված ընթացքում եւ ոչ միայն մեր բոլորի, ոչ մեկ դա կասկածի տակ չի դնում, չկապարակնքված ընթացքում լցոնում կամ նման բան տեղի չի ունեցել, բայց ամեն դեպքում օրենսգիրքը սահմանում է, որ պետք է քվեատուփը կապարակնքված լինի։ Երեկոյան 6:30-ից 7-ի սահմաններում նաեւ հոսանքազրկումներ են եղել որոշ տեղամասերում, ինչի հետևանքով նույնականացման սարքերը չեն աշխատել։ Ի սկզբանե դրանք երբ որ ձեռք էին բերվում, դրանք նախատեսված էին 8 ժամ առանց հոսանքի աշխատելու համար։ Բայց այստեղ տեսնում ենք մարտկոցներ, այո, բայց այստեղ տեսնում ենք, որ այդ սարքերը րոպեներ են ձգել։ 8 ժամի փոխարեն րոպեներ են ձգել, ինչը 20 րոպեն կներեք Բարոյանյան, 20 րոպեվա ընթացքում այո քվեարկության գործընթացն է ուրեմն դադարել, բնականաբար եթե սարքը չի աշխատում, հետո գիտեք, այդտեղ խախտման հավանականություն, որ ասենք թե առանց այդ սարքը նշելու ընտրողը գնա քվեարկի, դա
հնարավոր չէ, որտեղ այդ կոնտրոլը պետք է լինի։ Հյուհաննիսյանի խոսքով հոսանքած զրկված տեղամասերից խախտումների մասին նահանջեր չեն ստացել, բայց դիտորդներն ասելիք ունեն ոստիկանական ուժերին։ Դրանց զգալի մասը չի տիրապետել իրենց վերաբերող որոշակի կարգավորումներին։ Ասում են, եթե պետք էր տեղամասից դուրս միջամտել, սեփական նախաձեռնությամբ ինչ թույլատրելի է, չեն արել։ Իսկ լավն այն է, որ նախընտրական լարվածությունը չեն տեղափոխվել տեղամասեր։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։